21-ամյա այս երիտասարդը հրաշքով է փրկվել։ Վենեսուելայում ողբերգական երկրաշարժի 6-րդ օրը փրկարարները նրան դուրս են բերել փլատակներից։ Նա միակ մարդն է, որ ողջ է մնացել փլուզված շենքում։ Լսեցի, որ բղավում են անունս, հետո ինձ ասացին, որ այդ շենքից միայն ես եմ ողջ մնացել։ Փրկարարները ժամ առ ժամ կորցնում են փլատակներում ողջ մարդ գտնելու հույսը։ Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 1700-ը։ Տասնյակ հազարավոր մարդիկ անհետ կորած են համարվում։ Նրանց հարազատները սիրելիների լուսանկարներով չեն լքում քարեկույտերը։ Ասում են, որ եղբորս այստեղ են տեսել։ Թռուցիկներ ենք փակցրել ամենուր, որով որևէ տեղեկություն ունենա, զանգի մեզ։ Զոհերի թիվը կարող է աճել, վնասվածքներ ստացած մարդիկ հնարավորություն չունեն բուժօգնություն ստանալու։ Հիվանդանոցներում, դիահերձարաններում տեղ չկա։ 100-ից ավելի մարմին հնարավոր չէ նույնականացնել։ Պաշտոնապես հայտնի է 5034 վիրավորի մասին։ Եկել եմ քրոջս նրա որդու մարմինները գտնելու, առանց որևէ աջակցության։ Ստիպված ենք մարմինները մեր ձեռքերով գտնել։ 15800 վենեսուելացի տեղահանվել է, հայտնել է կառավարությունը։ Ամենածանր վնասները կրած Լագուայրա նահանգում տեղահանվածների համար 15 ժամանակավոր ճամբարներ են ստեղծել։ Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը նշել է, որ 7.2 և 7.5 մագնիտուդով երկրաշարժերից փլուզված կամ վնասված շենքերի թիվը հասել է 855-ի։ ՆԱՍԱ-ի կողմից հրապարակված արբանյակային տվյալներով, սակայն, իրար հաջորդած հզոր աղետները վնասել կամ ավերել են ավելի քան 58,000 շենք։ Չորեքշաբթի երկրաշարժերից հետո Վենեսուելայի կառավարությունն ավելի քան 600 հետցնցման մասին է հայտնել։ Մարդասիրական ճգնաժամը անխուսափելի է դառնում հաշվի առնելով Վենեսուելայի տնտեսական ծանր վիճակը, ահազանգում են շատ տնտեսագետներ, նշելով այն կարող է տարիներ տևել։ Հիմա 27 երկրից Վենեսուելայում ավելի քան 2700 փրկարար է աշխատում, 160 որոնողական շներով։ 14.5 տոննա օգնություն ենք տեղափոխում։ Վենեսուելացիներին ամենաշատը հիմա վրաններ, մահճակալներ, տաք հագուստ ու սնունդ է պետք։ 521 տոննա պարեն է հասել Վենեսուելա։ ՄԱԿ-ի տվյալով մոտ 28 միլիոն բնակչություն ունեցող երկրում մինչև 6.8 միլիոն մարդ կարող է ապաստանի, ջրի և առաջին անհրաժեշտության պարագաների կարիք ունենալ։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տրղազարյան, Հայլուր։